բարեկամներս, բացում եմ նոր տեսանյութ, նոր վլոգ եմ սկսում և երեկ փոքրիկ փաթեթ էի ստացել, երկու փաթեթ եմ ստացել, մեկը Վահանը հետ վերադարձ արեց, սա երկրորդն է, ուրեմն ինչ եմ պատվիրել, ամսի 25-ին հրավիրված ենք հարսանիք և ուզում էի մազերս հետաքրքիր ինչ-որ մի բան անել ու որոշեցի գնել Աբադոկ մազերի, ահա, այսպիսի ուրեմն ինքը հավաքածու է սա, կարծեմ 3000 քանի դրամ, տեսեք թե ինչ գեղեցիկ է, կար սրա սևը, կար կանաչ քարերովը, վարդագույն, բայց ես ընտրեցի սա, իսկ մյուս սևը, որ պատվիրել էի, նա ամբողջ ինքը ուրեմն ժանյակ էր սև, բայց ասեմ ականջները դարձնում էր լոշտակ, իմ ականջները շատ փոքր է, երբեք լոշտակ չի կանգնել էլի, ու հիմա ցցված էր ականջներս, ես ներողություն եմ իհարկե խնդրում, չգիտեմ դրա ավելի գրական տարբերակը դա է, հա, մի խոսքով, հա, բայց որոշեցի նա հետ տամ, որտև չէի կրելու, այսպիսի ուրեմն Աբադոկ է եկել, շատ գեղեցիկ է մազերի վրա, հետո իր հետ ունի այսպիսի, տեսեք, ժապավեն, շատ սիրուն, այսպիսի ամրակով, այնքան վաղուց չէի կրել այսպիսի բաներ, դե բնական է, չեմ էլ կրելու, հիմա ուղղակի բացել փակելը մոռացել էի, այսպես պիտի սեղմենք, որ բացվի, բռնել քաշում եմ մազերիս վրա, հետ առաջ եմ անում, ոչ մի կերպ չի բացվում, այսպես, սա և իր հետ ուներ այսպիսի մազակալների շատ գեղեցիկ հավաքածու, գեղեցիկ է, չէ, իհարկե սա ևս ես չեմ օգտագործի, մի աղջնակի կնվիրեմ, մենք աղջնակ չունենք, մեր բոլոր բալիկները տղաներ են, նոր ծնված բոլոր փոքրիկ, ու Նուրատին մինչև ունենք 2 տարեկան, 3 տարեկան, ավելի փոքր չունենք, աղջիկներ չունենք, ցավոք, սիրելիներս, դրա համար էլ չգիտեմ, կպահեմ, գուցե էլի տենց Վահանի ընկերներից չգիտեմ, ով կունենա մեկը կգա կնվիրեմ, այսպես, սա էլ այս մազակալը, սա էլ այս Աբադոկը, ահա, եթե ուզում եք ուրեմն գտնել, պարզապես գրում եք Աբադոկ դլա վալոս, или заколки դլա վալոս, սենց բաներ գրեք ինքը բերում է, ես էլ եմ այդպես գտնում, ինձ ոչ ոք արտիկուլներ չի ասում, հիմա, ինչ ենք անում, մեր շքամուտքի դեկաբրիստը ծաղկել է, եկեք գնանք միասին տեսնելու, եկեք միասին դուրս գանք, չորանոցս դեռ էստեղ է, շուտով կգա, դուռը փակեմ, մենք դուրս ենք գալիս մեր շքամուտք լույսը վառվում է ինքն իրեն, այստեղ նոր այսպես դրան դիմացի գորգ էինք պատվիրել, այսպիսի բանից Վայլդբերիսից, այս մեր շքամուտքն է, բալիկներ կան, տղաներ կան, ունենք այսպիսի ծաղիկներ, տեսեք, սա այն ծաղիկն է, որ ասում եք կնոջ երջանկություն կամ չգիտեմ ինչ էիք ասում, տեսեք, քանի որ իր ամանը մեծ է, մի անգամ իմ հետևորդներից գրել էին, որ եթե ամանը մեծ է, ինքը ամբողջ ուժը տալիս է արմատներին և չի ծաղկում, վստահ եմ սա էլ չի ծաղկելու, սա իմ ծաղիկն է, այստեղ ես դրել եմ, անցյալ տարվանից ինքը շատ լավ պահպանվել է, կմեծանա, ես վստահ եմ, սա ինչ է չգիտեմ, սա այսպես ինքը մեծ թփեր ուներ, հետո փչացավ, տեսեք ոլորվել է, այսպես ոլորվել է, դեռ չի բացվել, չգիտեմ, մի խոսքով, այսպիսի սրանք չգիտեմ, կյանք ունեն, թե չունեն, չեմ կարծում, որ կյանք ունեն, հիմա գնանք տեսնենք ուր է մեր դեկաբրիստը, երեկ Վահանը ասեց, դեկաբրիստը ծաղկել է, վայ, ինչ գեղեցիկ է ծաղկել, տեսեք,
տեսեք հրաշք մամա ջան ես ես ծողիկը ոնց տուն կտոնեի չեք պատկերացնի ինձ տուն կտոնեի դեռ չի բացվել խոստանում եմ հենց բացվի նորից անպայման ուրեմն Ձեզ համար կնկարեմ, գիտեք, ես էլ ունեմ, բայց դեռ սա հավանաբար մի քանի տարվա դեկաբրիստ է, որ էսպես գեղեցիկ ծաղկել է, այս տարի ավելի շատ են ծաղիկները, այն մեկը արդեն թոռոմել է, հա, այս մեկը տեսեք, թոռոմել է, այս ինչ գեղեցիկ ծաղիկներ ունի, Ինքը կակտուս ընտանիք է, պատկանում է կակտուսի ընտանիքի, դեկաբրիստը, շատ փշոտ չէ, սա չորացել է ճյուղը, տեսեք ոնց է չորացել է ճյուղը, վայ մամա ջան, ես ինչ հրաշք ժողովուրդ, ես խենթանում եմ ծաղկող ծաղիկների համար, սա չգիտեմ ինչ է, թողել է մեր հարևանը, կարծեմ պղպեղն է, հա, պղպեղն է, չորացել է, սա սոկյուլենտ է, սա էլ կակտուս է այսպիսի, այսպես անուշիկներս, հեսա ձեզ եկեղեցին էլ ցույց տամ, արաբգիրի եկեղեցին ձեզ ցույց տամ, տեսեք, այ, մոտեցնեմ տեսեք, ահա, Սուրբ Խաչ եկեղեցին, տեսակ, աստուծորություն այսօր ձեզ հետ և ընդմիշտ իրար սիրենք, լինենք հանդուրժող, մանր չլինենք, մանր, վայ, չմանրանանք ոչ մի բանի մեջ սիրելիներս, մանրանալը դժբախտություն է բերում, եկեք լինենք լիասիրտ ու մեծահոգի, ինչ աստծու օրհնությունը բոլորիդ հետ։ Նուշիկներս, նորից բարի օր, մեզ մոտ օր է փոխվել և բարի օր է սկսվել, թող օրը միշտ այսպես բարի լինի ու արևոտ լինի։ Հիմա Վահանս ընկել է գծի։ Նորից Թեմուից ինչ-որ բաներ է պատվիրել և այդ պատվերները եկել են։ Հիմա հեռախոսը փոխանցում եմ Վահանին, որպեսզի ինքը նկարի, ես ցույց տամ։ Հիմա բացում ենք տոպրակը։ Այսպես չեմ կարող։ Օպա։ Ահա, տեսնեք, ինչ է պատվիրել Վահանը, ինչքան է, սա հաստատ նվեր է եկել, էլի, հա, շորեր են, հա, Վահան ջան։ Սրպիչ է, հա, այն նույն սրպիչն է, որ եկել է, շատ լավ սրպիչ էր, իրոքը ուզում եմ տեղը գտնում, որպեսզի բացեմ, հա, մի հատ էլ սրա կանաչն էր եկել, այնքան լավն է որակը, սա նվեր է եկել, ժողովուրդ ջան, սա նվեր է եկել, շատ լավն է ու շատ լավ է չորացնում, սա ինչ է, սա կոդակի, ուրեմն, այդ բրենդի ֆլեշկա է, կրիչ, 128 գիգաբայթ կրիչ է, ես մի հատ ունեի, մերին բոլոր նկարները, մամայինցս նկարները, կորավ, չգիտեմ ինչ էր եղել, կորավ, սա ինչ է չգիտեմ, հիմա միասին կտեսնենք սա ինչ է սիրելիներս, հա? Հա, սա մկնիկ է համակարգչի համար պատվիրել, այսպես, շատ լավ մկնիկ է, շատ, իր, հա, USB, ուրեմն լարով, այստեղ ինչ ունեմ, տեսնեմ, այստեղ ինչ ունեմ, այս նույն էլի սրպիչից, էլի նվեր, այս ինչ լավնա ոնց եմ հավանում, ես սա կախում եմ խոհանոցում, ամանները լվանալուց հետո ձեռքերս չորացնում եմ, շատ լավ, փափուկ, հիանալի որակ ունի, սա ինչ է, հիմա, սա էլ է նվեր Վահան, հա, տեսնենք, սա այսպիսի տուփ է, հիմա միասին բացենք, տեսնենք,
Ինչ է ներսում։ Էս վայ, էս իմ ականջողերից է, Վահան։ Հա։ Հա, բայց քարիկ, հա, հենա քարիկներով, տեսեք, երևում է ժողովուրդ։ Էս արծաթ, հա։ Վայ, իմ նույն ականջողերից է, ինչ որ դու ինձ գնել էիր ստեղից։ Վահան ջան, հա։ Նույն ականջողերն են, ահա։ Շատ սիրուն է, ապրես դու։ Փող կկրեմ։ Փող կկրեմ։ Սա էսպես, հետո, ահա, այստեղ էլի նվեր եմ տեսնում, սրանք են, ինչ են ասում, քերիչով, հա, սա նվեր է էլի, վստահ եմ, որտեղ Վահանը, ասենք բան չի գնի, սպունգ է իր քերիչով, շատ լավն է, ահա, սա էսպես, հաջորդը, տեսեք Վահանս նորից ինչ է պատվիրել, նորից սփռոց է պատվիրել, եթե արտիկուլը կուզենաք կտեղադրեմ, արդեն արտիկուլի տեղը գիտեմ, իմ հետևորդուհիները ինձ օգնել են այդ հարցում, անչափ շնորհակալ եմ, շատ գեղեցիկ է, վայ, էս ինչ գեղեցիկ սփռոց է Վահան ջան, էլի տեսեք ծոպկերով, տեսնենք նկարը վրայի, այսպիսի նկար է, սա հատուկ ես մյուս սեղանի համար, սա էլ է, այն մյուս, որ վերցրել էիր Վահան, ինչ էր, վարդերովը, ինչ էին դրան ասում, ինչ էր, շոլկ, մետաքս, սա էլ է մետաքս, շատ գեղեցիկ է, շատ, հիմա սեղանը կգցեմ, տանը հյուր ենք սպասում, իմ Վահանի աշակերտները Անգլիայից եկել են, իրենք այնտեղ են սովորում, դա հաղթանակ է մեզ համար, որ Վահանի ուսանողները բոլորը ընդունվում են դրսում սովորելու, դա մեծ հաղթանակ է, սա, ես դու ես պատվիրել ես, թե նվեր է, ես ուզում եմ խառը, դու ուզում եմ հասկանամ, որ ժողովուրդս խառն է, վեցա տնտրում ես, ուրիշ ես առնում, Իսկան նվեր կամ էժանգին նույն բանն է, էլ հասկացա, չեմ կարողանում կանգնեմ, որ բաց եմ, այսպիսի հարիչ է, շատ լավ հարիչ է աչքիս, այն բացելն է շատ ժամանակատար, ահա, վիտամին ոնց է, ինձ թվում է սենց բռնում պտտում ես, տեսեք, ահա, ես չգիտեի, շատ գեղեցիկ է, շատ լավն է, ահա, սա ինչ է, սա ականջակալ է, չէ, հա, սա ջրի ցողի չէ, դուշ, հուսամ գույներով է, ես ենք անեմ սիրում տենց քիքից բաներ ժողովուրդ ջան, ես մասաժարով է, ես ինչն է մասաժանում, սա էլ ջրի, հա, ուժեղ, թույլ, չգիտեմ, ես ինչ հետաքրքիր, ցնցուղ է, ցնցուղ, հիշեցի անունը, ցնցուղ է, շատ լավն է, տեսեք ինչ հետաքրքիր է ժողովուրդ ջան, սրանք բոլորը ռեզին են, իրենք ռետինից, սենց փափուկ, ահա, տեսնենք, մնաց երկու տուփ, սա շատ թեթև տուփ է, չգիտեմ սա ինչ տուփ է, հիմա, հա, սա ինձ ասել էր Վահանը, սա օճառաման է, հա Վահան, ահա, հա, թե չէ։ Օրգանայզեր, կազմակերպիչ։ Հա, կազմակերպիչ։ Այսպես, սա էլ երևի ոնց արվում։ Վայ հա։ Ունել պոչտների։ Հա, այստեղ երևի սպունգ ենք դնում, աման լվանալու հեղուկը շատ լավ է։ Կացմա
Շատ լավ, որովհետև այն իմ քարը փչացել է, լվացարանից քարը փչացել է, վրան անդադ խոնավ սպունգը դնելուց։ Դե ուրիշ տեղ չկա, որ դնեմ սիրելիներս։ Ահա, սա էսպես, եւ մնաց վերջին կուփը, տեսնենք սա ինչ է։ Սա ծանր է, սա մազերի համար է։ Մազերը կտրելու սարք է։ Հա, Էրիկս է ուզել, Էրիկս որոշել է բան անել։ Հա, ոչինչ, այս տակից թափ, բայց սաներ ունի իր այս փոխարկիչները, նասատկա։ Ունի այստեղ այսպիսի վրձին ունի, որպեսի մաքրվի, սա վստահ եմ վրան գցելու շոր է, չէ։ Սա ինձ մազերս ներկելուց, ես հա կօգտագործեմ, սա իր քեյսն է այսպիսի, որպեսի դրվի մեջը։ Երկու հատ է։ Աչքիս մեկը սափրվելու համար է, հա։ Չէ, երկուսն է։ Հա, սա է կանտովկեքի համար, ալա։ Ինչ են կանտովկային, ինչ են հայերեն ասում սիրելիներ, չգիտեմ, ինչ էլ գեղեցիկ է վիշապը վրան։ Հələ տեսեք, թիթիզ։ Սա լիցք ունի, ոնց է միանում, ահա։ Բայց մեկը, ես ոնց որ արևային է, հա, թե չէ։ Զարդը, ոնց համիանում։ Բանը հանին, ասատկեն հանին։ Այդ չեմ կարողանում ես։ Ձիքա շատ լավ։ Զարով չնա։ Թող ես պահեմ դու հան, ահա, հերթափոխով։ Դրած որ չմիանա էլ ընթացքում երևի։ Հա, այստեղ իր լիցքավորումն է ցույց տալիս, թե քանի տոկոս է։ Անուշիկներս տեսակ, սա էլ այսօրվա մեր պատվերները, այսքան Վահանի պատվերներն են, այս տակ էլ բան չկա սրա, չէ, հա, սա էր ամբողջը, սիրելիներս տեսակ, նույնիսկ ականջողեր արծաթյա Վահանս ինձ համար պատվիրել էր այսպիսի, նույն իմ ականջողերից, սա կրիչ է, ահա, այսպես, սփռոցը շատ լավն է, սփռոցը դուրը շատ եկավ, բայց ավելի շատ աշնանային են, չէ, գույները, ասեք, որ աշնանային է սփռոցի գույները, բայց շատ լավն է, այ հենց հիմա էլ կգցեմ սեղանին, որտև աստծի հյուրեր ունենք, այսպես, հիմա արագ սրանք հավաքում եմ, տեղավորեմ և անցնեմ իմ սեղանը ձևավորելուն, սրբիչներիս համար շատ ուրախ եմ, շատ, թե ոնց է ինձ դուր գալիս, չեք պատկերացնի, իսկական խոհանոցի ձեռքերը սրբելու սրբիչ է, այսպես, այստեղ ասում եմ առայժմ, վաղը հարսանիքի եմ, կհագնվեմ գեղեցիկ, եթե ժամանակ ունեցա, ձեզ հետ կկիսվեմ, եթե չէ, այնտեղ սրահից մի պահ կմիանամ, առայժմ անուշիկներս ձեզ գեղեցիկ, արևոտ, լուսավոր, վարդաշատ, արևաշատ օր եմ մաղթում, համբուրում գրկում եմ։ Ես պատրաստ եմ, մեկ հարսանիք, մազերս իմն է, մեյքափը իմն է հերինակային, մի խոսքով այսպիսի լուք ունեմ այսօր սիրելիներս, գրկում եմ, համբուրում եմ, Պարուսը բոլորին, առայժմ, վսա։ Առաջարկում եմ սիրով հիմա բոլորս գավաթ բարձրացնեն ջերմուհար ուշքներես դեպքերով նայեք մեկս մյուսից եւ ասենք, որ ամեն անգամ հանդիպելիս ու իրար տեսնելիս իրար ասենք, բարով տեսանք, երեկոն համարում եմ բացված։ Ժողովուրդ ջան,
Մի հատ տեսեք ծաղիկներս ոնց են բացվել։ Իմիջիալոց դեկաբրիստներն էլ են բացվել արդեն։ Վահանը նկարել ուղարկել էր։ Ասեք, որ գեղեցիկ է սա, շուտով կդնեմ ջուրը, տեսեք, ինքը արդեն արմատ է տվել, սա, այս էլ մյուս տերևը, որ ինքը իր կոկոմի մեջից դուրս եկավ, մի հատ էլ կողքից է տվել, այ հեսա, մի հատ էլ էստեղ է տվել, էլի էր տվել, գիտեք, այ հեսա, մի հատ էլ այս կողմից է տվել, հեսն, սա էլ է, իր տերևն է մեծանում, ասում են ծաղիկ է տալիս, ես չգիտեմ ճիշտն ասած, ծաղիկ տալիս է թե ոչ այս թուփը, ես բացեցի գտա, կարդացի իր մասին, հիմա անունը չեմ հիշում, պալմաս լավ բարձրացել է, տեսեք ոնց է բարձրացել, այսպես, սա էլ իմ դեկաբրիստն է, բայց դեռ փոքրիկ է, ծաղիկը շրջեմ դեպի արև, տեսնեմ էլ չունենք կոկում, չէ, չունենք կոկում, էլ չունենք հիմա ավելորդ տերևիկները կպոկեմ, որոնք որ տեղնել են, որպեսզի չվարակեն մյուսներին, օրինակ տեսեք սա նռիվ տեղնել է, տեսեք, սրանք ես հեռացնում եմ, որ չվարակի մյուս առողջներին, և որը որ զգում եմ մի քիչ ավելի շատ է ծառի վրա, արդեն խեղդում է, դրանք հեռացնում եմ, տեսեք, սա էլ էր, այսպես, մի խոսքով, այս ծաղիկը ինձ մոտ է շատ վաղուց արդեն իմ վարձով տնից, ես ընտեղից եմ բերել, գնել էինք, սիթիից էինք գնել, այդպես իրենց պահում էի, հա, այդ տարի շատ լավ էր ծաղկել, այսպես, թափվում են ծաղիկները, վերջ, էլ ձերք չեմ տա, այսպես, թող մնա դեպի արևը, պարզապես տեղն է լավը, որտև անդադ վրան իրենք արևի մոտ են, էլի, անդադ արևը կա, արևը չի այրում, արևը կա, արևը չի այրում, քամիներ չկա, իսկը ծաղիկների տեղ է սա, ահա, այսպես անուշիկներս, դելապ, ասում եմ առայժմ, հետո նորից կմիանամ։ Իմ տարօրինակ, իմ խելագար ուրիշ աշխարհ, Եվ տխրում ես դու, ամբողջ հոգիս է ածևում, գիտես դու, ինչքան եմ քեզ սիրում, Նուշիկներս ողջույն, ես տանը չէի, գնացել էի դալմա պտտվելու և ամուսինս ինձ պայուսակ նվիրեց, հիմա ցույց կտամ, իմը սա էր, տեսեք, սա Վահանը eBay-ից էր պատվիրել, Ninevest-ի, շատ լավն է, բայց մի փոքրիկ է, չնայած, որ ինքը իր մեջ ամեն բան տանում է, սա հիմա ցույց տամ, սա ինձ շատ դուր եկավ, վերջիններ, ձեռքս գցյու, ինչպես ասում են, հափշտակեցի այս պայուսակը, ահա, չեմ էլ նայել, գիտեք ներսը, ընդհանրապես չեմ նայել, ինքը այսպես, դիզգուալի, գիտեք, նախկինում իմ բոլոր պայուսակները դիզգուալ էին, հետո պոչիկները փչացան, բայց պոչիկները կպատվիրեմ, ինքը մագնիսով է, տեսեք, ահա, ներսում ունի դարակներ, տեսնեմ, ինչպես ձեզ ցույց տամ, ահա, այսպես, մի հատ էստեղ դարակ ունի, մի հատ ներսում ունի դարակ, հետո, էստեղ չունի դարակ, բայց էստեղ ունի, ահա, կարճ գոտի, այսպեսի, կարճ գոտի ունի, սա երկար ուսագոտին է իր, ես կօգտագործեմ երկար ուսագոտին, որովհետև, գիտեք, կողքի եմ, ես պայուսակս միշտ կողքի եմ օգտագործում, հա, body cross են ասում, հա, թե cross body են ասում, հա, ես ինչ եմ, հա, երևի որ խոնավություն չանցնի մեջ, ես իլ ասում ինչ չա, շաքարա, ինչա, micropack, հա, որպեսզի խոնավություն չանցնի, մի խոսքով դուրս շատ եկավ ինքը մագնիսներով, այսպես,
Տեսեք մագնիսները, ահա, շատ դուրս եկավ, և գիտեք ամեն անգամ, երբ մի նոր բան եմ գնում, ինքան ցավով եմ վերաբերվում դրան, որովհետև մամաս չկա, որ զանգեմ ցույց տամ, մամաս էլ հիանա, ինչքան զանգեի, ինչքան մի բան գնեի, անպայման պիտի զանգեի մամայիս, պապաս կողքից, վայ, Սեջանից ինչ լավն, այնքան լավ էին հիանում, երանի են մարդկանց, ես բարությամբ եմ ասում, նախանց չունեմ մեջս, ազնվությամբ եմ ասում, Աստված վկա, երանի նրանց, ովքեր ծնողներ ունեն, փայ-փայեք ձեր ծնողներին, սիրելիներս, սիրեք ու փայ-փայեք, ամենանվիրական և անշահախնդիր, չգիտեմ, հրեշտակներն են, Աստծուց ուղարկվածներն են մեզ համար, այնպես որ մարդիկ, ովքեր աղոթում են մեզ համար, այդ մեր ծնողներն են, սիրելիներս, սիրեք ու փայ-փայեք, տեսեք որտեղից ուր հասա, որովհետև էլի եմ ասում, բոլոր գնումներս իրենց էի ցույց տալիս, այսպես, տարոսը բոլորիդ լինի, դուք էլ ունենաք, դուք էլ վայելեք, սիրելիներս, արժեքը ասեմ, արժեքը 40,000-ից զեղչվել էր 19,900 դրամ, 50% զեղչ էր վրան, սիրելիներս, այնպես որ այս արժեքով չեմ գնել, էլի տեսեք անկեղծ եմ ասում, ես թաքցնելու ոչինչ չունեմ, 50% զեղչեր էին ինձ զգուալում, էրիկային շատ լավ պայուսակներ, կարող եք գնալ վերցնել, ինձ այս չափը շատ լավ է, շատ ինձ հարմար է այս չափը, հիմա կդասավորեմ, այս պայուսակից մեջ ինչ որ ունեմ, կդասավորեմ այստեղ և այսուհետ սա կպահեմ, այսպես, այստեղ ասում եմ առայժմ, ողջույն սիրելիներս, այսօր ձեզ ողջունում եմ դիմակով, ինչու դիմակով, ես հիվանդ չեմ, ես առողջ եմ, հիվանդ է Վահանը և այնպես հիվանդ է, որ ինքը այսօր քննության հսկի չէր, չկարողացավ գնար, որովհետև 39 աստիճան ջերմություն ուներ, սա ծայրահեղ եմ, որ ասում դեպք է, որովհետև Վահանը հիմնականում չի բացակայում, անգամ ձմեռը ինքը 37,5-38 ջերմությունով գնացել է աշխատանքի, չի բացակայել, որտև չի կարող բացակայել, չունի իրեն փոխարինող, որ բացակայի կա փոխարինողը իրեն փոխարինի, բայց երեկ իսկապես ուժասպառ էր, բայց, այո, ուժասպառ էր, բայց պարապեց իր ուսանողի հետ, ով այսօր Դուբայում տալիս էր քննության երկրորդ փուլը ֆիզիկայի, շատ վատ վիճակում, նստած պարապում էր գիշերվա 1000-ին, դեղ եմ տվել այդ ընթացքում, թեյ եմ տվել այդ ընթացքում, աջալով փաթաթված մի խոսքով, հիմա էլ ես դիմակ եմ տանը կրում, գիտեք ինձ հակացուցված է առհասարակ, ընդհանրապես է ինձ հակացուցված այդ գրիպային հիվանդություններ հասպռշտոց, հիշում եք ուղիղ 3 ամիս առաջ, ամսի 20-ին 3-րդ ամիսս լրացավ վիրահատությանս, մեծ վիրահատություն տարա, ունեմ շատ ներսի և արտաքին կարեր, դրա համար էլ չի կարելի, իսկ գիտեք, որ ճողվածքը ինքը կրկնվելու հատկություն ունի, դրա համար էլ ինձ բժիշկներն ասացին, եթե չես ուզում նորից հայտնվել դանակի տակ, վիրահատական սեղանին պառկել, ուրեմն պետք է քեզ զգույշ պահես գրիպից, դե տատունը անընդհատ օդափոխում ենք, նոր դուրս եկանք, Վահանի հետ դեղեր կար գնելու, դրսում էլ իհարկե դիմակ էի կրել, դե քանի որ Վահանի կողքով եմ, ջղայնանում է ինձ վրա, ասում է, հանի դրսում չի կարելի դիմակ դնել, ասում եմ Վահան ջան, դու կողքս փռշտում ես, հազում ես, ոնց էլ չլինի քամին, վիրուս ինձ կբերի, զայրատում ասում է իշեն, մի խոսքով այսպես անուշիկներս, հա, հերթով գամ, որովհետև այսօր եմ տեղադրել, ուրիշ ժամանակ դնում եմ, հետո մոռանում եմ, վերջը նկարում եմ, չեմ նայում, ինչ եմ դրել, ինչ չեմ դրել, եկավ Վահանիս ուսանողը, հիշում եք, ասում էինք, այո, շատ ուրախացել էինք, ինքը սովորում է Մանչեստրում, Անգլիա,
ընկերոջ հետ, մյուս ընկերոջ հետ, ում հետ էլ միասին էին մեր տուն հաճախում, շատ եմ ուրախանում, ոչ մի տարբերություն, նույն ձևով ուրախանում եմ այնպես, ինչպես կուրախանամ իմ տղայի համար, Էրիկիս համար։ Հիմա էլ արդեն մյուս ուսանողը այսօր հանձնեց երկրորդ փուլը, Վահան ոնց էր հանձնել, տեղյակ ես։ Լավ ասում է հանձնել, դե փառք Աստծո, հա, չգիտեմ ինքը ուր է դիմել, Հոլանդիա։ Հա, ասում է տարբեր տեղեր, իմիջայլոց դրսում ցանկացողները, ովքեր ցանկանում են դրսում սովորել, դիմում են տարբեր համալսարաններ, հատկապես top 50-ի մեջ, որը նաև տարեկետում է տալիս ծառայությունից, բանակի ծառայությունից տարեկետում է տալիս սիրելիներս top 50 համալսարանները, բայց դրա համար պետք է գնահատականները լինեն երեխայի շատ բարձր, պետք է ունենա վոլոնտյորություն, այդ կամավոր, որ գնում են, օգնում են, պետք է գերազանց տիրապետի անգլերենին, այսինքն TOEFL-ն է, IST-ն է, անգլերեն, մաթեմատիկան բարձրագույն, մի խոսքով, այնտեղ կան աստիճաններ, հետո դրանք մինչև քննությունը հանձնում եք, որպեսզի ապացուցեք, որ դուք, ասենք, անգլերենը գոնե B2 մակարդակի տիրապետում եք կամ IST-ն եք տիրապետում ինչ-որ մակարդակի, էլի, մի խոսքով, իրենք դիմում են աշխարհի տարբեր համալսարանների եւ երկրների մի քանի համալսարաններ, ասենք օրինակ Ամերիկայի լավագույն համալսարանները քանիսն են, 10-ն են, 15-ն են, բոլորը դիմում են, բոլոր 15-ը, որը որ կստացվի, որտեղ որ կընդունվեն։ Այսպես է, նույնը Գերմանիա, նույնը Կանադա, Հոլանդիա, Անգլիա, այսպես դիմում են այդ երկրների լավագույն մի քանի համալսարանները, որտեղ որ իրենց բախտը կբերի, այնտեղ էլ կանցնի, այսինքն քննություն կանցնեն եւ կընդունվեն։ Շատ լավ է, բնականաբար դրսում կրթությունը շատ ավելի որակը բարձր է, շատ որակավորումն էլ է, շատ ավելի բարձր, դռները բաց են աշխատանքի առումով, չեք մտածելու հացի խնդիր չի ունենալու ձեր երեխան, բայց այն ակնկալիքով, որ կգա իր մասնագիտական ծառայությունը կմատուցի իր հայրենիքին, ոչ թե կմնա այդ նույն երկրում եւ կշարունակի այնտեղ։ Դե, Աստված առաջ տեսնենք մեր երկրում ինչ է լինում, տա Աստված, որ ամեն բան լավ լինի։ Հետո մի հատ հրաշք ենք հայտնաբերել, ժողովուրդ ջան, գիտենք, որ մենք ունենք տատրակների ծննդատուն, անցյալ տարվանից տատրակներ են գալիս և մեր տանիքին չէ, մեր պատշգամբի պահարանի վերևը բույն են դրել և անցյալ տարվանից ձվադրում են, սրանից ուրեմն առաջ 2 ձու տարան բազեները, հիմա չգիտենք, բազեները եկել էին տատրակների հետևից, որովհետև նորից էին եկել, ես երկրորդ արդեն ընտանիքը, որ բույն հյուսեց և պետք է ձվադրեր, նորից եկան տատրակները, բայց սրանք երկուսով շատ ավելի ուժեղ էին, ամուսիններով քշեցին այս բազեներին, և ինչ տեսակ, սկզբում 1 ձու էին դրել, մեծ ձու էր բավական, անցավ որոշակի ժամանակ, Վահանը նայեց, տեսնենք 2 ձու է, հետո նորից նայ, ասենք տեսնենք ծիտիկները դուրս են եկել, թե չէ նայենք, տեսնենք 3 ձու է, լավ, անցավ որոշ ժամանակ նայեցինք, ասենք տեսնենք ծիտիկները դուրս են եկել, տեսանք 4 ձու է, մի քանի օր առաջ նայենք, տեսնենք արդեն 5 ձու, ես չգիտեմ, սա մի տատրակ է ձվադրում, ես կարդացի ինտերնետում, չէ, տատրակները 2 ձու են ձվադրում, Վահան ասում է երևի հարուստ տատրակ, բազմակնությամբ ասում 3 կին ապա, լավ, ասում դե մենք ստեղ ձավար են, լցնում են, իմիջայլոց միայն ձավար են ուտում տատրակները, ուրիշ ոչինչ չեն ուտում, մենք փորձել ենք և հացի փշուր, տարբեր, ասեմ, շատերը բողոքում են, 3 մորաքույրս էլ էր ասում, Հունաստանում ապրող, որ իրենց պատշգամբում, բայց ոչ թե տատրակ, այլ աղունիկ, աղավնիները բույն էին դրել, ասում են ամբողջ ворդ էին կեղել, ամբողջ ворդ,
Նույնը քերակինս այստեղ սեփական տուն ասում որդնել էր այդ հատվածը։ Մենք չենք ունեցել նման խնդիր սիրելիներս, անցյալ տարի Վահանը բարձրացավ, մաքրեց, չկար։ Դու իրանց այդ որ ծորենը ուտում են արտաթորանք էր, բայց շատ չէ, այդքան շատ չէր, իրենք բնից դուրս են գալիս, իջնում են ներքև, բակ են իջնում, դա անելու համար էլի, սուքարանը դրսում, բակում են գնում, խելացի են մեր տատրակները, նույնը մեր պատշգամբում չկա ոչ մի տեսակ արտաթորանք, չունենք նման բաներ էլի և չի որդնել մեր պատշգամբը ոչ էլ պահարանի գլուխը, չի եղել տենց բան, հիմա էլ Վահանը որ բարձրանում նայում է, տեսնում են գեղեցիկ, սիրում, որտև նկարում է, ես կդնեմ փոքրիկ, սենց մի հատ կարճ կտեսնեք այդ 5 ձուն, ոնց են ձվադրել, շատ հետաքրքիր է։ Այսպես անուշիկներս, սա էլ ուզում է իմանալ, հնարավոր է, որ շրջաններում, գյուղերում ապրող իմ հետևորդները կիմանան, չգիտեմ, արդյոք տատրակը, մեկ տատրակը կարող է 5 ձու ձվադրել, չեմ կարծում ես, ես կարծում եմ, որտև կարդացի չէ, բոլոր տեղերում գրված է, որ ընդամենը 2 ձու, կամ էլ 2 էլի այլ տատրակներ կան, իսկապես այս արուն 3 էք է պահում հնարավոր է, շատ այսպես ջղային արու է, այսպես անուշիկները, սա էլ այսպես, դե ինչ, գնացինք հարսանիք, շատ գեղեցիկ հարսանիք էր, շատ գեղեցիկ Վիվալդի հոլում էր, օրկեստրը չեմ կարող նկարագրել, թե ինչ բավականություն ստացա, կարծես Արամ Խաչատրյանի երաժշտական համերգասրահում լինեի, մեծ համերգի մասնակցեի, շատ գեղեցիկ դասական երաժշտություն էր, մեծ բավականություն ստացանք, մեծ բավականություն Տարոսը բոլորիդ բալիկներին, այն իմ հետևորդներին, ովքեր այդ ճանապարհին են, ովքեր դեռ չեն ամուսնացել, սիրելիներս, տա Աստված դուք էլ գաք այդ օրվան ամուսնանաք, երջանկանաք, ինչ ասեմ, հանդուրժող լինեք, սիրելիներս, երբեք ու երբեք ոչ մի հարցի շուրջ մի մանրացեք, մի խորացեք, պապաս ասում էր, մի խորացի, ափերում լողացիք, խեղդվեց, միշտ ծիծաղկոտ եղեք, միշտ ժպտերես եղեք, կյանքին նայեք հումորով, կյանքին նայեք ծիծաղով, պետք չէ ամեն ինչ լրջին տալ, սիրելիներս, դա խաթարում է և ձեր հանգիստը, և ձեր ամուսնու, և ձեր ընտանիքի, ձեր կողքիններինը, հանգիստ է պետք պարզապես ապրել, մի խոսքով, դուք ինձ հասկացաք ինչ է ասում, էլ չեմ երկացնում, ձեր գլուխը չեմ տանում, այսպես անուշիկներս, դե ինչ, այստեղ ձեզ ասում եմ առայժմ ներող կլինեք, որ դիմակով եմ, իսկապես շատ եմ վախենում, որովհետև գիտեք, մի քանի ամիս առաջ, մոտ 4 ամիս բրոնխիտ տարա, չէի կարողանում լավանալ և վիրահատությունս 2 անգամ էլ հետաձգեցին հազիս պատճառով, հիմա էլ շատ եմ վախենում, որտև կարերս շատ են և ներսից և դրսից շատ են կարերս, շատ եմ վախենում հանկարծ նորից ճողվածքը ի հայտ չգա, նորից չգնամ, չվիրահատվեմ, այսպես ձեզ մաղթում եմ լավ օրեր, գեղեցիկ, սիրուն, արևաշատ, ծաղկաշատ, աստվածաշատ, սիրելիներս, միշտ ժպտացեք, միշտ ուրախ եղեք, ամենակարևորը, ինքներդ ձեզ երջանկացրեք, ինքներդ ձեզ պարգևեք, երջանիկ պահեր, երաժշտություն դրեք, պարեք, երգեք, ուրախ բաներ դիտեք, այո, հույզերի ժամանակ պետք է և լցվել, և արտասվել, որովհետև չես կարող հույզերդ կառավարել, չկա աշխարհում մի մարդ, որ կարողանա իր հույզերը կառավարել, և մարդն ազատ է իր հույզերը արտահայտելու, թե լաց լինելու, թե հուզվելու, թե ծիծաղելու, թե բղավելու, մարդը կարող է այնքան լցվել,
հա լցվել իսկապես ու բղավել, որ դուրս գա իր մեջից։ Դա էլ կարող եք անել, բայց աշխատեք միշտ ուրախ լինել։ Ես էլ ձեզ անչափ սիրում եմ, անչափ շնորհակալ եմ բոլոր մեկնաբանությունների համար, սիրելիներս, շատ շնորհակալ եմ, որը հասցնում եմ, պատասխանում եմ, եթե չեմ հասցնում, սրտիկում եմ, ներող եղեք, ըմբռնումով մոտեցեք, շատ եմ խնդրում, չեմ հասցնում։ Եվ ինչպես միշտ ասում եմ, մնանք Աստծով, ձեզ հետ է Սեդան, սիրով։